Ահա պատրաստ են մեր կանաչի ոլոշիկները։ Խնդրեմ։ Ասեմ շատ համեղ է։ Դե գնանք միասին պատրաստելու։ Խմորի համար մեզ անհրաժեշտ է լինելու ալյուր, ջուր եւ աղ։ Ուրիշ ոչինչ մեզ պետք չէ։ Ահա։ Կես թեյի գդալ աղ ենք ավելացնելու։ Նաև ինչքան որ վերցնում ենք ալյուրը, ասենք վերցրել ենք օրինակ, 400 գրամ ալյուր, ապա այդ դեպքում 200 միլի ջուր ենք վերցնում։ Իդեպ ջուրը պետք չէ լինի տաք, հազիվ գոլ։ Վերջ։ Եվ հունցում ենք մեր խմորը։ Ահա, այսպես սեղմելով ամբողջ ալյուրը հավաքում ենք։ Տեսեք, այսպիսի խմոր ենք ստանալու։ Մեր խմորը հանգստացել է, մի փոքր, հա։ Այսպես ձեռքերով նորից կհունցենք, մի 15 րոպե կթողենք հանգստանա, կբաժանենք գնդերի։ Որպեսզի ինձ համար հեշտ լինի, սկզբում ես անում եմ բոլորը մի աստիճանի տակ, քանի որ հա հաստությունը կապ ունի ինչ հաստության վրա եք անում, բոլորը անում եմ ասենք թե 8 աստիճանի վրա, հետո փոխում եմ, անում եմ մյուսը, հետո ամենաբարակն եմ անում։ Այդպես ինձ ավելի հեշտ է լինում, կարող եք դուք էլ այդպես վարվել։ Այսինքն խմորով իդեպ կարող եք անել ինչպես լիմոններ, խմբարիներ եւ տարբեր բաներ, որ ցանկանում եք։ Շատ տկող խմոր է իդեպ ասեմ։ Խնդրեմ։ Այսպես վարվելու են բոլորի հետ, բոլորը սարքով կգրտնակեմ, հետո նոր լցոնելու process-ին կանցնեմ։ Իսկ հիմա գրտնակելուց հետո տալիս ենք մեր ուզած ձևը, այ այսպես։ Եվ լցնում ենք կանաչին։ Այսպես փոքրինչ տարածում ենք։ Եվ բերելու ենք միացնենք իրար։ Ամուր այս հատվածները միացնում ենք։ Հետո անյուղ թավայի մեջ տապակելու ենք երկու կողմով։ Այսպես, չեբուրեկի տեսքինք է տալու։ Այսպես վարվելու ենք բոլորի հետ։ Հասիրելիներս պատրաստ են մեր կանաչիով լոշիկները։ Կարող եք փորձել, համտեսել, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների հետ բաղադրատոմսով։ Իսկ ձեզ լավ օր եմ մաղթում։ Կտեսնվենք։